Բարի երեկո, այս ուշ ժամին, այս ցուրտ եղանակին մի քանի վայրկյանով, մի քանի րոպեով ստիպված եմ իմ բնակարանի բալկոնից ձեր ժամանակը խլել մի կարևոր հարցով, որ այս պահին սոցիալական մեդիայում վստահ եմ շատ-շատերի աչքին զարն է։ Խոսքը վերաբերում է հետևյալին, իշխանական պատգամավորներ, պաշտոնյաներ իրար հերթ չտալով բոլորը գրում են ուռա, ուռա, դատարանի որոշմամբ եկանվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II վեհափառի որոշումը եւ մասացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է իր պաշտոնին։ Մի քիչ տարօրինակ էր առաջին պահից, չէ՞ որ ասում էի լավ, ամսի 15-ին էր, որը աննախադեպ է, բայց դա այլ թեմա է։ Գևորգ եպիսկոպոսը հայտ ներկայացրել Մայրաթորի դեմ, ինչպես կլինի մեկ օրվա ընթացքում նման որոշում լինի։ Հետո նրանք էլ հասկացան, փորձեցին ուղղել։ Պարզվեց, որ եզակի դեպք է Հայաստանի քաղաքացիական դատավարական պրոցեդուրաների մեջ, այդ դատարանների պատմության մեջ, որ առաջին օրը ամսի 15-ին հայցը ներկայացվի դատավորը ափալ-թափալ, քան որ շեֆն է ասել, Նիկոլն է ասել, ափալ-թափալ որոշում կայացնի եւ հայցի ապահովման միջոց կիրառի Գևորգ եպիսկոպոս Սարոյանին մասացոտն թեմի առաջնորդի պաշտոնում թողնելու մասին մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Նախ որ իրավական առումով դա ինքնին խայտարակություն է, դա էլ հարց է։ Բայց կա այստեղ մի մարդկային բարոյական մի խայտարակ հարց։ Հայցը Մայրաթորի դեմ, որ մասյատոցն թեմի առաջնորդի պաշտոնում մնա Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, հայցը ներկայացրել է Արման Վոլոդիայի Սարոյանը։ Իսկ գիտեք ով է դա։ Գևորգ եպիսկոպոսն է, երբ որ մինչև օծումը կրել է անուն, իսկ հոգևորականների համար դա հայտնի է, օծումից հետո իր ավազանի անունը իրենցը չէ։ Այսպես է Նիկոլ Փաշինյանը բոլորին մինչև վերջ շրիշակից ներքև իջեցնում, մեկին ծնկեցնում եկեղեցում, ԱԱԾ-ականներին, ոստիկաններին հազարներով փողոցներից տուն չի թողնում գնան, իսկ եպիսկոպոսին, որը պետք է հպարտանար իր անունով, պարտադրում դատարան դիմել իր ավազանի անունով, որից արդեն պետք է հրաժարված լինել։ Նա պետք է շարունակեր մնալ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, բայց Հայաստանն է, աննախադեպ են ասում ԿՊ պատգամավորները քիչ առաջ, իրոք աննախադեպ այսպիսի արժեզրկում ու բարոյազրկում։ Լավ լինի։